Առաջին անգամ անալոգային միսիաների մասին իմացել եմ մոտ 4 տարի առաջ։ Այդ ժամանակ հանդիպեցի հայ առաջին տիեզերագնացին Ջիմ Բախյանին ու սկսեցինք իրար հետ խոսել անալոգային միսիաների մասին ու ասեց, որ պարտադիր չի տիեզեր գնալ, որպեսզի ես տիեզերքի մասնիկ լինեմ։ Ես Հայաստանի առաջին ու միակ անալոգային տիեզերագնացն եմ։ Վերջերս մասնակցել եմ Axiom 4 տիեզերական առաքելության անալոգային միսիային, որտեղ ներկայացել եմ Հայաստանը եւ եղել եմ ամենաերիտասարդ եւ միակ ինժեները on board. Քանի որ Հայաստանը ցավոք սրտի չի մտնում եվրոպական երկրների կազմի մեջ, շատ դժվար է մտնել տիեզերական ոլորտ կամ NASA-ի միջոցով, կամ ISA-ի միջոցով, ու ես փորձում էի հասկանալ, թե ոնց կարելի է տարանքը ճողել ու մտնել իրենց շարքեր։ Պատահական իմացա, որ AMAD-ին, որը հենց Ավստրիական տիեզերական ֆորումի անալոգային միսիան է, որոշել են կազմակերպել Հայաստանում, ում հանդիպեցի իրենց տնօրենի հետ ու ասեցի իրեն, թե ես ինչ նպատակներ ունեմ, ինչ եմ ուզում անել, որ ուզում եմ ներգրաված լինեմ։ Մոտ 1.5 տարի տրեյնինգներից հետո ինձ մի օր նամակ գրեցին ու ասացին, որ ես արդեն Ghost-ի կազմում եմ, Ground Operation Support, որի ժամանակ իմ պարտականությունների մեջ էր մտնում անալոգային տիեզերագնացներին օգնելը, երբ որ իրենք արդեն տիեզերագնացի սյութով դուրս էին գալիս հաբիթատից դուրս ու անում էին էքսպերիմենտները։ Դրանից հետո ես չէի պատկերացնում, որ կարող եմ ինքս լինել անալոգային տիեզերագնաց, տեսնելով, որ մեր AMAD-ի անալոգային տիեզերագնացները իրենք PhD ունեցող պրոֆեսիոնալներ էին բոլորը։ Ես ընտրվել էի, որովհետև ունեի research, որը կապված էր աստրոնավտների cognitive performance-ի հետ, որի հետ կապված ես հիմա ծրագիր եմ գրում ու փորձում եմ այդ hardware-ը ստեղծեմ։ Հիշում եմ, որ փոքր էի, նայում էի Toy Story մուլտիկը, ու Buzz Lightyear-ը ինքը մտածում է, որ ինքը տիեզերագնաց է, չգիտեմ, ինքը պետքա թռնի եւ այլն, միսիայի մեջ է, ու հետո հասկանում եմ, որ ինքը չերսյութիկի խաղալիք է, ու այդ ինձ այնքան էր կոտրել, որ ես որոշել էի, որ եթե մի օր գնամ տիեզեր, անպայման իրան իմ հետ տանելու եմ։ Հեսա շուտով գնալու եմ Իտալիա, որպեսզի անենք միկրոգրավիտացիոն թռիչք, անցած տարի արդեն արել եմ մեկ անգամ, պատմել, թե ես ինչ էի զգում, բառերով ինձ թվում է հնարավոր չի, որովհետև դա պետք է զգալ գոնե կյանքում մեկ անգամ, անբացատրելի է, ու հպարտորեն կարող եմ ասել, որ 48 վայրկյան եղել եմ միկրոգրավիտացիայում ու Katy Perry-ին մի այսքան մոտիկ է։ Քանի որ անալոգային միսիաների իմաստը տիեզերք թռնելը չի, այլ օգնելն է, որպեսզի մարդիկ թռնեն տիեզերք, ինձ մի անգամ մի հատ կին կանգնեց, ասես դե թատրոն եք խաղում էլի։ Իմ ամենասիրած վայրը Երևանում այդ մատենադարանն է, թեյի ձեռքս ու իջնում էի Մեսրոպ Մաշտոցի արձանի հետ թեյի խմում։
Նախ ասեմ, որ նորմալ է մենակ լինելը, նորմալ է մենակություն զգալը, ու ես իմ կյանքում միշտ այդ զգացել եմ, ես կարելի ասել իմ ամբողջ կյանքում մենակ եմ եղել, թեկուզ ինչ որ մի լավ բան որ լինում է իմ կյանքում, ես մենակ եմ celebrate անում, ես մենակ եմ որոշումները կայացնում, ինչ որ պահի գալիս է, որ մտածում ես, արդյոք այս ամեն ինչը, որ ես այսքան անում եմ, ինչ որ մեկին պետք է։ Ես որ փոքր էի, տենց մանկապարտեզում ինձ նկարել էին այդ վինետկայի համար, ու ես այդ նկարը տենց տպել եմ, կպցրել եմ պատից։ Ես երբ որ ուժ ստանալու կարիք ունեմ, ես ուղղակի այդ նկարին եմ նայում ու ամեն ինչ տեղն է ընկնում։ Այն միտքը, որ ես հեսա հելնելու եմ, ինչ-որ մի բան, նոր բան սովորեմ կամ անեմ եւ այլն, որը ինձ ավելի մոտիկ կտանի դրան, ինձ ամեն օր ստիպում է, որ ես արթնանամ ու ապրեմ։ Հենց հիմա կուզեի պարկել, հանգստանալ ու քնել։ Ծնվել եմ Արցախում, մասնագիտությամբ դերասանուհի եմ։ Ես հիմա դասավանդում եմ դիզակարտում, դասավանդում եմ դերասանի վարպետություն, թատրոնի մասնագետն եմ, ռեժիսորը իրենց թատերախմբի։ Պատերազմ է։ Բնական է, որ ամեն ինչի պակաս կա։ Ուտելիքի, հագնելիքի, տաքության։ Ու ես ոտնաման չունեմ։ Կարգին ոտնաման չունեմ։ Այդ պատճառով է, որ ինձ թվում է, թե անձրևը ի հեճուկս ինձ է։ Իմ անձնական թշնամին է։ Մի անգամից եք։ Դասավանդում եմ նաև փոքր թատրոնում, գեղեցիկ տարբերություն կա Արցախի երեխաների ու Հայաստանաբնակ հայերի, ու այս երկու սերունդները փոխ լրացնելով կգնան իրար։ Օրինակ իմ համար շատ սկզբունքային է, որ իմ էջում շատ լինի հայրենիքի մասին, որովհետև ինձ թվում է այս ամեն ինչից հետո այնպիսի տպավորություն է, որ շատ հայրենասերը պաթետիզմով է տառապում, ոչ հայրենասերը անհայրենիք ինչ որ մեկն է։ Ու դրա ոսկե միջինը պիտի լինի, որ ուղղակի ես մարդ եմ, որ սիրում է իր հայրենիքը, ծառերով, քարերով, սարերով, ամեն ինչով, գյուղերով։ Տեմպավ։ Հատե մենք ինքան չոտքի ասեստի, շատ չոտքի է։ Աշխատում եմ որպես SMM մասնագետ, այդ կազմակերպությունը իրականացնում է դասարանական էքսկուրսիաներ, որոնք որ հայրենիքը բացահայտելու մասին են, ճամբարներ, որոնք էլի հայրենիքի մասին են, ու ես ինձ շատ ազատ ու կոմֆորտ եմ զգում այդ միջավայրում, ճամբարային նախագծեր եմ իրականացնում։ Էլ որտեղ եմ աշխատում։ Դե հիմա ներկայացման մեջ զբաղվածություն ունեմ Ռոյայի սենյակը, դե աշխատանք չի, այնա ինչի համար որ ես ապրում եմ։ Մյուս աշխատավայրս կապված է Գորիսի հետ։ Այսինքն մեր կազմակերպությունը բերում է սահմանամերձ գյուղերից մեղրը, բրենդավորում է, ճանաչելի է դարձնում ու չգիտեմ, Աշոտ ձյաձյա ունենք, ում տեսնում եմ, ուզում եմ գրկեմ սենց պինդ, որովհետև այնքան ազնիվ է ինքը իր գործը անում, շատ մաքուր ու ազնիվ։ Վազվզում եմ ամբողջ օրը 24/7 ու այդ ինձ շատ է երջանկացնում։ Իհարկե ինքը թաքուն նպատակ ունի երբեք շատ չմտածելու։ Միշտ երազել եմ, որ տեսախցիկ ունենամ, բայց
Չէի պատկերացնում, որ կունենամ։ Միշտ ասում էի փող կհավաքեմ, կաշխատեմ, փող կհավաքեմ ու կունենամ, բայց ես վստահ եմ, որ ինչքան էլ աշխատեմ, ձեռքս չի գնա միանգամից ես տավառնեմ, որովհետև ուրիշի համար վստահ կառնեմ, իմ համար երբեք մի ժամ կմտածեմ առնեմ, թե չառնեմ։ Երբ որ Վաչեն ինձ այդ նվիրեց, ես այդ օրվա էմոցիաները կյանքիս մեջ հնարավոր չի որ մոռանամ, որովհետև բացեցի, տեսա այդ ամեն ինչը, չգիտեի օբյեկտիվը ոնց պիտի դնեմ։ Ու երբ որ սկսեցի ֆոտոներ անել, առաջին միտքը որ եկավ, այն էր, որ իմ մաման, օրինակ հիմա որ ընտանեկան ալբոմներ ունեինք, հիմա մեզ մոտ չի, մաման փորձում է իրան հիշել, ջահել տարիներին, բայց քանի որ այդ լուսանկարները չունենք, ինքը ավտոմատ էլ չի հիշում, այդ ասոցիացիան չի ունենում։ Ես ու մամաս շատ նման ենք, այդ առումով իր բախտը բերել է, ինքը ինձ նայում է, ես իրան եմ նայում, ես գիտեմ մեծ տարիքում ոնց եմ լինելու, ինքը ինձ նայում է, գիտի երիտասարդ ժամանակ ինքը ոնց էր։ Բայց պապաս օրինակ այդ հնարավորությունը չունի։ Ու ես հասկացա, որ այդ լուսանկարները, որոնք որ մնացել են, հիմա ճիշտ ժամանակն է նոր լուսանկարներ անելու։ Շատ երազանքներ եմ ունեցել, բայց հիմա այս տարիքում համ երազանքների ձևն է փոխվել, համ երազանքների իրականացման եղանակը, համ էլ երազելու եղանակը։ Ես վախենում եմ այս ռիթմից շատ, ես հասկանում եմ, որ այլևս 24 ժամը ոչ մի բանին չի հերիքում, ու իմ ամենամեծ վախը կապված ռիթմի հետ էլի թատրոնում արտահայտվում, որովհետև ինձ թվում է թատրոնի տեմպո ռիթմն է փոխվում, զգացողությունը, իրավիճակները, դերասանի խաղը։ Հիմա թատրոնն էլ արդեն իր գործունեությունը ծավալելու համար սոցիալական հարթակների հետ հաշտ պիտի լինի։ Ու այդ շատ մի տեսակ շատ վախենալու է տպավորությունն է, որ անընդհատ ուզում ես ինչ-որ բան հասցնես ու չես հասցնում։ Մեկ-մեկ ուզում եմ, որ ամեն ինչ անջատվի, զրոյանա, ասենց ստոպ լինի, քարանան, որ մի հատ ուղղակի նայենք իրար, հասկանանք ով ինչ է ուզում։ Հենց հիմա ասեմ, կուզեմ, որ կուլիսում պատրաստվեմ ներկայացման, որ մի 5 րոպե մնացած լինի, որ պիտի լինի առաջնախաղը, ես լարված քայլեմ, կուզեմ Վաչեի հետ լինեմ այս պահին ու կուզեմ մամայիս ու պապայիս հետ երկար խոսեմ։ Չգիտեմ ինչի հետ ուզեցի, բայց կուզեի, սենց նստեինք ու լավ բաներից խոսեինք։ Շատ բան եմ ուզում, չէ՞ միանգամից, բայց էտեներ ինչ որ ուզեցի։ Չէ ինչ որ տարի 25 տարեկան, որ երեխան ընտրում է ինքը, չգիտեմ, հետաքրքրվում է Եգիպտոսով, դինոզավրերով, պիրատներով։ Ես աղ էտապներով անցել եմ, ոնց որ պիրատների պահին տենց ստոպ ա եղել։ Մինչև մա շարունակվում է։ Այս դեբյուտный проектն է, որպես ռեժիսոր, որ ես արել եմ պլյուս, այս Սինանիմայի ֆեստիվալի համար պորտուգալական անիմացիա տրեյլերը է։ Ֆեստիվալը առաջարկել է, որ մենք իրենց համար անենք զաստավկա։ Ես ռեժիսորան էի անում, ստորիբորդն էի անում, ու հենց անիմատոր էի մեջ եմ։ Ու երկրորդ տարին այս պրոյեկտը արդեն ցույց են տալիս փառատոնին, որպես զաստավկա։ Сиди спокойно, я с հետ կտանեմ։
Չէ, բարև ձեզ։ Ոբշեմ այդ տանը միշտ ահավոր շատ գրքեր կային ու ես որ փոքր էի ինձ շատ էին կարդում, հետո ոբշեմ ոնց մաման ինձ սովորացրեց որ ես կարդամ փոքր ժամանակից ինքը կարդում էր ամենահետաքրքիր պահին կանգ էր առնում ու գնում էր։ Ու ցույց ստիպված էի վերցնել ես կարդեի, ու տնեն ինչ ալնում, ու տենց արդեն սովորեցի։ Ինձ միշտ շատ սիրուն գրքեր էին առնում, որ իրանք լինեն շատ սիրուն իլյուստրատիվ։ Ու ինձ թվում է ինչ-որ չափով իմ իլյուստրացիայի, անիմացիայի ու արվեստի նկատմամբ սերը որոշ չափով էս գրքերն են ձևավորել, որտեվ միշտ ահավոր սիրուն գրքեր էին ինձ նվիրում։ Ես ունեմ ահավոր շատ արտբուքեր, մուլտերի, որտեվ ես անիմատոր եմ, այդ իմ մասնագիտությունը իլյուստրացիաների դեպքում, անիմացիաների դեպքում, չէ՞ պրոստը իմ գործի ընթացքում ինձ ահավոր շատ ռեֆերենսներ են պետք գալիս, ու շատ հարմար է որ գրքերը ձեռնտակ են։ Ես որ փուճուրեի, մեծ տան կողքը մի թերթի բուտկա կար, ասած կարմիր գույնի էր ու ահագին կեղտոտ։ Ու փակ վիճակում, փակ դռների վրա լիքը ինչ-որ ապիվլենյաներ բաներ էին կախած։ Ինձ թվում է ես այդ կնոջ մենակ դեմքն եմ տեսել, իսկ այդ կինը մենակ իմ ձեռն է տեսել, որովհետև ես շատ փուճուր էի ու ես տենց ձեռս մեկնում էի, տալիս էի իրան այդ 9 դրամը, վերցնում էի իմ կոմիքսը ու գնում էի։ Տենց հետո ինչ-որ պահին այդ կրպակը փակվեց ու հիմա ահավոր անհամ վատ կոֆե են այնտեղ ծախում։ Տենց բաներ։ Ու քանի որ ես սենց լիքը գրքեր ունեմ, փորձում եմ իրանց մասին պատմեմ, չէ՞ վիդեոներ իլել եմ նկարում իմ ամենասիրուն գրքերի մասին։ Այս գիրքը 30 տարի փորձում էին դեկոդ անեն, փորձում են հասկանալ вообще ինչա այնտեղ կատարվում։ Թարգմանություն չունի։ Ինչու՞մն է այս գրքի կայֆը։ Գրքի կոնցեպտը կայանում է հենց դրա մեջ, որ դու այս գիրքը նայելուց զգաս քեզ 5 տարեկան երեխա, որը ոչ մի բան մեջը չի հասկանում։ Մամայի ստուդիան է ու ես այդտեղ ցանում եմ ամեն ինչ մի քիչ։ Հիմա ինքը նաև ֆոտոստուդիա է, արդեն 400-ի կարգի կոստյումներ կան այդտեղ։ Իմ ֆունկցիոնալ ստուդիայում ինչ որ մի բան չի։ Օգնում եմ դեկորացիաների հետ, ինչ որ չափով շորերի հետ, դեկորի կամ ինչ որ այնպես բաներ, որ ես կարող եմ անեմ։ Հետաքրքիր է, որովհետև դու դարձնում ես քեզ ինչ որ ուրիշ մարդ կամ կերպար ու դու քեզ թույլ ես տալիս այն, ինչը դու քեզ չես կարող թույլ տաս լինելով դու։ Ինձ թվում է ամենադժվար բաներից ինքդ քեզ ճանաչելն է, որտեվ նախ դու անդադ փոխվում ես առհասարակ, դու չես կարող նույն մարդը մնաս, որտեվ քո վրա բնականաբար ազդում են ինչ-որ բաներ արտաքին, ու քո եսը անդադ փոխվում է, ու ինձ թվում է այդ ամենա ինչ-որ չափով վախենալու բաներից է ինքդ քեզ ճանաչել, որտեվ դու կարող ես ճանաչես քեզ ու դու զգաս, որ այդ մարդը քեզ դու չի գալիս։ Դժվար է լինում մեկ-մեկ տեմպի հետևից հասցնել։ Ժամանակը առաջ է գնում, դու չես գնում, ոնց քեզ է վնասում։ Դու եթե չուզենաս, մեկը սաղ զարգանալու է, դու ուզես թե չուզես, դու պրոստը կարես կամ ադապտանաս դրան կամ չադապտանաս։ Ես ունեմ ինչ-որ կոնկրետ խնդիրներ, օրինակ AI-ի հետ կապված, որոշ ասպեկտներում օգտագործման շատ անընդունելի է, կոնկրետ արվեստի ասպարեզում, որտեվ ոնց իր իմաստն է կորում արվեստը вообще անելու։ Ոնց որ արվեստ անելու իմաստը process-ն է, ոչ թե ռեզուլտատն է։ Չէ, ես շարունակենք բեխելով։ Ինչ եմ հիմա ուզում։ Հիմա կոֆե եմ ուզում, երևի ամենաշատը։ Ոնց որ միշտ։
Սկսած ընտանիքի անդամները եւ մեր բոլոր շրջապատում գտնվող մարդիկ արդեն հասկացել էին, որ նունեին եւ կենդանիներին անհնար է բաժանել եւ ավելի լավ է իրենց մեջտեղում չկանգնել։ Քսան տարեկանում ընկերուհիս ասաց, որ աշխատանք կա կենդանաբանական այգու ակվատերարիում բաժնում որպես խնամող եւ եկել էի աշխատանքի ընդունվելու, բայց քանի որ դասերի հետ համատեղ ժամային գրաֆիկը հարմար չէր, որոշեցի մնամ այգում որպես կամավոր։ Դրան զուգահեռ սովորում էի ագրարային համալսարանում, անասնաբուժական ֆակուլտետում։ Գրեթե 1 տարի կամավոր լինելուց հետո աշխատանքի առաջարկ ստացա այգում որպես կենդանաբույժ լինելու եւ բնականաբար այդ առաջարկը չմերժեցի։ Արի, ոտդ դիր, ոտդ դիր, պոչդ տուր, պոչդ, հունկա պոչդ, հունկա պոչդ տուր, պոչդ, ապրի բունկան, ապրես։ Նաև նպատակ ունեմ, որպեսզի մեր այգին զարգանա, բոլորը ճանաչեն, որ կա այսպիսի կենդանաբանական այգին աշխարհում եւ ձեռնարկում եմ տարբեր կենդանաբանական այգիների հետ քննարկումներ մասնագիտական, որպեսզի կարողանանք իրականացնել փորձի փոխանակում։ Կապրիզ ես անում, բունկա գնա, բեր, գնա, սա բելվա շպրտի իմ վրա, ապրի բունկան, բեր, գնդակը բեր, ապրի բունկան, ապրես, բեր, ապրի բունկան, չեմ զզվում ոչ մի կենդանու, նույնիսկ դա լինի առնետ, դա լինի մուկ, դա լինի խավարասեր։ Հիմնական մարդիկ չեն հասկանում, ոնց կարող եմ ես լինել ինքնազոհ իմ մասնագիտության առաջ եւ կենդանիների համար։ Մոծին գտել են քաղաքացիները։ Սկզբից մոծին մեծացրել եմ մեր բնակարանում, քանի որ 2 ժամում մեկ պետք էր նրան կերակրել, նաեւ գիշերները։ Սոցիալական հարթակներում վլոգ վարելու շնորհիվ մարդիկ արդեն հասկանում են եւ տեսնում են, որ այլ կենդանաբանական այգիներում միայն չէ, որ խնամողը շփվում է կենդանու հետ, կենդանին դրական է տրամադրված խնամողի նկատմամբ, այլ նաեւ մեր Երևանի կենդանաբանական այգում է այդպես։ Ըստ իս կենդանիների հետ ավելի հեշտ է, քան մարդկանց։ Կենդանիները իրենց մեջ չունեն նախանձ, դա կարծում եմ միակ էմոցիան է, որ բնորոշ է մարդուն։ Հենց հիմա կուզենայի, որ մարդիկ դադարեն որսագողությունը, մարդիկ չախտոտեն միջավայրը, չայրեն կենդանիների ապրելավայրերը, արոտավայրերը, անտառները, դադարեն խանգարել բնության բնական գործընթացին։ Էս չի լսվի, չէ՞, որ խոսեմ։ Ես ծնվել եմ Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։
Եվ ներաշխարհս եւ ներկայանալի կերպարս իրար հետ բավականին լավ հարաբերությունների մեջ են։ Եվ ես ինձ ընդունում եմ իմ ներաշխարհով կոկիկ, սիրուն, ուժեղ, թույլ, պինդ, ջղայն, բարի, չզիջելու կամքը, տեղ-տեղ զիջելու։ Եթե հողի մասին չի յակ։ Ինչի զինք, որովհետև զինքա հին հայերեն բառում նշանակում է ես, ինքնություն։ Դա իմ մասին է, քո մասին է։ Զինքը ինչպես ստեղծվեց։ Դե ուրիշ բան է, երբ որ դու ունես ուղղակի բլոգ, որ 1 րոպեանոց ռիլեր ես նկարում, օրինակ տեղադրում ես, մի ուրիշ բան է, երբ որ դու ալիք ես բացում եւ փորձում ես ժամանակի մեջ 21-րդ դարի նորարարության մեջ այդ ալիքը պահես նենց, որ այդ պատմական փաստերը, երբ որ իրենք լսում են, հաճելի լինի իրենց լսել, որովհետև պատմական փաստերը ներկայացնել առանց որևէ բանի, մոնտաժային լուծումների, հետաքրքիր նորարարական լուծումների հնարավոր չի պահում, չեն նայում։ Ազգով դարերով կռվել է իր գոյության համար, իրավունք չունի թուլանալու։ Թուլությունը մեղք է, որովհետև այն բացում է դուռը կորստի առաջ, իսկ այ ուժը փրկության ճանապարհն է, միակ ճանապարհն է։ Կարմիր կարկաչները, ներկել են դաշտերը, ասես լեռներից մեջ արյուն է հոսում, կարմիր կարկաչները, ներկել են դաշտերը, ասես լեռներից մեջ արյուն է հոսում։ Այս գիշեր ժամը 4-ից 5-ի սահմաններում հարված հասցվեց հայկական պատմական ալիքներին։ YouTube-ից հեռացվեց նաև զինքը։ Ճիշտ է ամեն ինչ։ Դու 21-րդ դարում, 21-րդ դարի հայ երիտասարդ ու առհասարակ հայ հասարակության համար գնահատել այն, ինչ որ հնացած է, որովհետև մենք հիմա էլ տանը հին շոր լինի գցում ենք, ինչ որ ասում եմ շատ հին է, բայց մարդիկ դա ուզում են լսեն։ Իրենք այնտեղ բան չեն կարող փոխեն։ Շատ հեռու է ինքը մեզնից։ Մանավանդ է որ խոսում ես օրինակ 300 տարի առաջ, 400 տարի առաջ։ Վերընթերցում եմ Գարեգին Նժդեի որդիների պայքարը հայրերի դեմ։ Ինքը ոնց որ ինձ համար գրպանի գիրք լինի, գրքում դիմում է հայ երիտասարդությանը եւ ամեն օր ոնց որ ինձ պետք լինի դա կարդալ։ 2020 թվականից հետո ու 2020 թվականից առաջ ես լրիվ ուրիշ մարդ եմ։ Երկու տարբեր մարդիկ են։ Ու չգիտեմ իրանցից որ մեկն է ավելի լավը կամ ավելի վատը։ Ես Արցախի հանդեպ սերը ոնց եմ բնութագրում, հենց իմ տատու հանդեպ սիրով։ Էլի իմ էմոցիաները այդ չափը ունեն, այդ քաշը ունեն, այդ տարիքը ունեն, այդ ապրածը ունեն, այդ հնությունը ունեն։ Առաջին անգամ, որ հասկացել եմ, որ շատ դժվար է լինելու, դա երբ որ մամային տեսա մենակ։ Ես 9 տարեկանից արդեն մեծ էի, շատ ավելի մեծ։ Տան մեծն էի։ Մենք 3 քույրիկ ենք ու կապ չունի, որ ես եմ առաջինը ծնվել։ Մեկը այդ տանը մենակ մեծը ես էի։ Բոլորը լսում էին ինձ, անգամ մաման։ Հայրս հեռանում էր, գնում էր երկրից։ Դա իմ առաջին ու թերևս վերջին վախն էր։ Մտածում էի այտենց միջև Արցախի կորուստը։ Հետո երբ հասկացա, որ մենակ ինձնից չեմ գնացել, ես էլ եմ գնացել, ներեցի բոլորին, բաց թողեցի ամեն ինչ։ Նայ։
Ես սիրում եմ այս կյանքը։ Մեկը սիրում եմ։ Ես տես բան չկա որ չսիրեմ։ Բացի բանից, էփածոխից։ Չեմ սիրում։ Մնացած ամեն ինչ շատ սիրում եմ։ Այս պահին կուզեի շատ սենտիմենտալ կհնչի, որ ասեմ, կուզեի օրինակ գնայի Սյունիք։ Կուզեի գնայի Սյունիք։ Զինքի ճանապարհը երբ որ սկսել եմ, առաջին նկարահանումը տեղի է ունեցել Սյունիքում։ Նայեցի են Արցախի սարերին, այն դիզակին, այն մռավին, էդ ինչ օրանք է ես, էդ ինչքան թույլ է ես, էդ ինչքան ճիշտ է ես,